Իսրայելը կարող է անել ինչ կուզի։ Իսրայելին ամեն ինչ թույլատրվում է։ Գազայում հարձակում չէ, Գազայում ցեղասպանություն է, որը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես ցեղասպանություն։ Եվ այդ անձը, ում անուններ չեմ ուզում տամ, ճանաչվել է որպես ռազմական հանցագործ եւ հեղինակ, ցեղասպանության հեղինակ։ Տեսնում եք, որ որևէ բառ չի ասում ոչ Եվրոպան, մեր քաղաքակիրթ, ոչ Միացյալ Նահանգները, ոչ իրենց ագենտուրան Հայաստանում, իրենց գործակալները մեր մոտ եւ իրենց այդ այսպես կոչված ազատ մամուլը, այդ բոլոր ազատությունը, civilnet-ը մեկը մի բառ չեն ասում, որ ցեղասպանություն է կատարվում, ամբողջ աշխարհը ճանաչում է դա, որ ցեղասպանություն է։ 2 օր առաջ այս սարսափելի կադրերը եկան Գազայից, երբ այդ ծանր ռումբերը ընկնում էին պաղեստինցիների վրա եւ պաղեստինցիների մարմինները օդ էին թռնում։ Եվ ոչ ոք դա չի նկատում, որովհետեւ այն մարդիկ, ովքեր այստեղ Եվրոպայանից են խոսում, իրենց փողը գալիս է նույն տեղից, որտեղից գալիս է այդ ռումբերի ֆինանսավորումը եւ այս ցեղասպանության ֆինանսավորումը։ Այդ հարցով Թուրքիան շատ ավելի մարդասեր եւ մարդասիրական եւ ավելի արժեքավոր դիրք է գրավում, չնայած շարունակում է նավթ վաճառել Իսրայելին։